Նրան տապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ իրեն պետք չէ կաթողիկոս, որը ամենօրյա ռեժիմով զեկույցներ կներկայացնի օտարերկրյա հատուկ ծառայությունների լեյտենանտներին, եւ սա նույնաբովանդակ միակ հայտարարությունը չէ, որ Հայաստանի վարչապետն անում է։ Ես հիշում եմ, որ էլի հայտարարություններ են եղել գործակալների մասով, բայց դրանց իրավական գործընթացներ կարծես թե չեն հետևել։ Արդյոք այս հայտարարությունները խնդրահարույց չեն, ձեզ մոտ ինչ հարցեր են առաջացնում նման հայտարարությունները։ Ասուբարին, ես եմ շնորհակալ, որ հրավիրել եք։ Խնդրահարույց կլինեին ու լուրջ քննարկման նյութ կդառնային մի պարագայում, եթե նման տեսակետներ ասած լիներ միայն Հայաստանի Հանրապետության վարչապետը, բայց նախկին սովետական տարածքում նման հայտարարությունները բացառություն չեն։ Նույն բանն ասում էր Վրաստանի ինդիմությունը, նույն բանն ասում էր Մոլդովայի նորընտիր նախագահը, նույն բանը տեղի ունեցավ Ռուսաստանում, նույն բանը Ուկրաինայում։ Հիմա գրեթե նույն բանն ասում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այդ Շաքարմուտատ Փաշազադեի մասով, որը իբր կապ է ունեցել ռուսական հատուկ ծառայությունների հետ երկրի ներսում իշխանափոխություն անելու առումով, եւ բացառված չի, որ այնտեղ էլ կամ պաշտոնանկության գործընթաց սկսվի կամ ներառյալ բանտարկվի։ Այսինքն ռուսական հատուկ ծառայությունները եկեղեցին կամ այսպես ասած մեծ առումով հավատը եւ այդ կառույցները փորձում են օգտագործել տվյալ երկրների ներսում քաղաքական ազդեցությունը պահելու, մեծացնելու համար, ու սա էլ է օրինաչափ, որովհետև կոնկրետ թե Հայաստանում, թե Ադրբեջանում միակ կառույցը, որ ամբողջական առումով ռուսական համատեքստում է ու կառավարիչն էլ ռուսական ենթատեքստում է, մնացել է եկեղեցին։ Այսինքն Հայաստանում Ռուսաստանը այլ կառույց չունի, որտեղ 100% ինքն է։ Ազգային անվտանգությունում ինչ-որ չափ ունի, բանակում ինչ-որ չափ ունի, գործադիր իշխանություններում ինչ-որ չափ ունի, հանրային ռեսուրսում ինչ-որ չափ ունի, բայց միայն եկեղեցում է, որ եկեղեցու առաջի դեմքը ամբողջությամբ կիսում է այդ մոտեցումները, եւ այս առումով, քանի որ եկեղեցու առաջի դեմքը վեհապար հայրապետը մտել է քաղաքականության մեջ, Հայաստանի Հանրապետության վարչապետն էլ քաղաքական մարդ է, քաղաքական պիտակներ կամ քաղաքական բնորոշումներ է տալիս, եւ սա օրինաչափ եմ համարում։ Շատ լավ, ԱԱՑ-ն ինչու չի գնում կաթողիկոսի հետևից։ Արդյոք նա կաթողիկոս է դրա համար, որովհետեւ այս տաղավարում հնչել է այդպիսի հորդոր Փաշինյանին, այդպիսի խորհուրդ, որ ձեռնաշղթաներով կալանավորեք։ Գիտեք, որպեսզի հիմնավորես կամ ապացուցես, որ մարդը ազգային անվտանգության գործակալ է, դրա համար շատ լուրջ արգումենտներ են պետք ու հիմքեր, եւ անվտանգության ծառայությունները հենց նրանով են անվտանգության ծառայության, որ դա բաց չեն անում, ու անգամ մարդը, որին դու 100% գիտես, որ ինքը ազգային անվտանգության գործակալ է, որը քո մոտ խոստովանել է, որ ինքը այսինչ թվից համագործակցում է ազգային անվտանգության համապատասխան ծառայության հետ, եթե դու ուզենաս իրեն կալանավորը, դու չես կարող հիմքեր գտնել ազգային անվտանգությունում դրա առումով։ Ընդհանրապես գործակալներին անդամագրում են անհատներով, առանձին կառույցներով, փակ փաստաթղթերով, աշխարհը փորձել է այդ խնդիրը բազմաթիվ անգամներ լուծել լյուստրացիայի միջոցով, բայց լյուստրացիան էլ որպես այդպիսին մեծ արդյունքներ չի տվել։ Հայաստանում ես կողմ եմ լյուստրացիայի, բայց կարծում եմ, որ լյուստրացիան էլ ամբողջ ճշմարտությունը չի բացի, մի պարզ պատճառով, որտեղ Հայաստանի Հանրապետության ազգային արխիվները 99 թվականից հետո չգիտես ինչի այրվեցին, այդ արխիվների մի մասը, եւ նաեւ 80-ական թվականների վերջին 90-ականների սկզբին մամուլում գրվեց, որ Հայաստանի ազգային անվտանգության արխիվների մի մասը տեղափոխվել է Ռուսաստան։ Այսինքն ամբողջական այն գործընթացները, ինչը տեղի են ունեցել սովետական ժամանակներում հայ առաքելական Սուրբ եկեղեցու որոշակի սրբազանների մասով, միանշանակ այսօր Հայաստանի ազգային անվտանգության արխիվներում չկան։ Հայաստանի ազգային անվտանգության արխիվներում չկան, պարոն Սարգսյան, բայց ասում են կա ԱՄՆ-ում, որովհետև երբ որ Խորհրդային Միությունը պարտվեց, նա բոլոր արխիվները փոխանցել է ԱՄՆ-ին, եւ Նիկոլ Փաշինյանը կարող է Թրամփին նամակ գրելով ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկությունները, այդպիսի բան, այդպիսի կարծիքը ինչպես է։ Գիտեք ինչ, որ
Ազգային անվտանգությանը վերաբերվող որոշակի փաստաթղթեր հայտնվել են նաև ԱՄՆ-ում, հնարավոր տարբերակ է, ես չէի բացառի, որ որոշակի միջպետական քարտեզներ եւ այլ պայմանագրեր կարող էին հայտնվել, դա ակնհայտ էր, բայց որ ազգային անվտանգության մասնավորապես գործակալների մասով արխիվները կարող են որևէ այլ երրորդ երկրի ձեռքում հայտնվել, ես քիչ հավանական եմ համարում, բայց թող Նիկոլ Փաշինյանը դիմի, որովհետև ինքն է ասում, որ չի ուզում լեյտենանտի ենթարկվող կաթողիկոս ունենալ, դրա համար ինքը երևի հիմք է ընդունում են, որ Հայաստանի Հանրապետությունում հայ առաքելական Սուրբ եկեղեցին հիմնականում օգտագործում է այն մոտեցումները եւ այն բառամթերքը, ինչ օգտագործում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը, նրա մամուլի խոսնակը, դրա նախագահը, սրանից եզրակացություն անելով քաղաքական ենթադրություն է անում, սեփական կարծիք է ասում, ինչը քաղաքականության մեջ բնորոշ բան է։ Եվ այս համատեքստում ես կողմնակից չեմ, որ դատական հայցեր են ներկայացնում, ասում են դե գնա ապացուցի։ Քաղաքական ենթադրությունն է, ու այդ է պատճառը, որ նույնիսկ ինձ շատ կոպիտ վիրավորողներին ես առ այսօր երբեք որևէ մամուլի միջոցի կամ որևէ ընդդիմադիրի, ինչքան էլ գործընկերներս հորդորել են դատի տալ, դատի չեմ տվել ու չեմ տալ։ Պարոն Սարգսյան, ասում են այն, ինչ մենք տեսնում ենք հոգևորականություն, իշխանություն այս առճակատման վերին հատվածում, իրականում շատ խորքային գործընթացի տրամաբանության մեջ է, մասնավորապես առ այն, որ տարածաշրջանում նայողն է փոխվել եւ տեղի ունենում հանձնման ընդունման գործընթաց եւ ընդունողը տվյալ դեպքում Թուրքիան է, հետեւաբար Ռուսաստանին հարող ոչ միայն քաղաքական գործիչները, քաղաքական ուժերի ներկայացուցիչները, այլև հոգևորականները այսպես ընդդիմանում են այդ հանձնման ընդունման գործընթացին։ Ավելի մեծ մասշտաբով նայել այս ամենին եւ այս պնդումները ինչպես կգնահատեք օբյեկտիվության առումով։ Օբյեկտիվության առումով հետեւյալն է, եթե տարածաշրջանում նայողը Թուրքիան լիներ, ապա մենք Մեղրիում կունենայինք միջանցք նոյեմբերի 9-ի 9-րդ կետով, որովհետև Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանը մշտապես պնդել են, որ լավագույն հարթակը Մոսկվան է եւ իրենց պետք է այդ միջանցքը։ Եվ եթե նայողը իրենք լինեին, Ռուսաստանն էլ այսքան թույլ լիներ, այդ միջանցքը իրենք կբացեին ուժով։ Ով խանգարեց իրենց 2020 թվականին պատերազմից հետո այդ միջանցքը բացել, 2021 թվականին, 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին բռնի տեղահանումից հետո իրանք ուղիղ պատրաստվել էին արդեն մեկ շաբաթյա օպերացիայով կտրել այդ միջանցքը եւ Ռուսաստանը բացարձակ են կոշտ հայտարարություններին, ինչ որ անում էր Իլհամ Ալիևը կամ Էրդողանի արտգործնախարարը, չէր ասում, որ մենք դեմ ենք այդ մեր ռազմավարական գործընկերները, որ իրենք ասում էին, որ երկաթե բռունցքով կբացանք այդ միջանցքը, եթե չհամաձայնվեք, չէ՞։ Այսինքն իրենք թելում էին նույն Ռուսաստանի թելը, եւ ով էր որ թույլ չտվեց։ Ձեր բնութագրմամբ կամ ձեր նշած մարդկանց բնութագրմամբ տարածաշրջանի նոր նայողը Միացյալ Նահանգները, ով Միացյալ Նահանգների փոխպետ քարտուղարի բերանով հայտարարեց, որ եթե դուք գնաք նման քայլի, ապա Միացյալ Նահանգները կօգտագործի իր ողջ գործիքակազմը եւ միանգամից բոլորը լռեցին։ Տարածաշրջանում վաղուց Թուրքիան ու Ռուսաստանը չեն։ Այդ մարդիկ մոլորության մեջ են եւ մնացել են 19-րդ դարում։ Տարածաշրջանում վաղուց Միացյալ Նահանգներն են։ Տեսեք, Միացյալ Նահանգները ցանկացավ եւ ռմբակոծեց Իրանը։ Եվ ինչ արեց Թուրքիան։ Բացի հայտարարություններից կամ Ռուսաստանը, որ այսօր Իրանն էլ բողոքում է, որ ոչնչով չեն օգնել իրենք։ Բացի հայտարարություններից ոչ մի բան։ Ոչ էլ կարող էին անել։ Միացյալ Նահանգները ցանկացավ եւ ռմբակոծեց Իրանը։ Եվ Թուրքիայի ու Ռուսաստանի կարծիքը ընդհանրապես հաշվի չառավ այդ տարածաշրջանի նայողների։ Միացյալ Նահանգները ցանկացավ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել, Իլհամ Ալիևին եւ Նիկոլ Փաշինյանին հրավիրեց Վաշինգտոն։ Եվ ինչ արեցին։ Երկուսն էլ մեծ ուրախությամբ։ Արագության մեջ անմիջապես գնացին Վաշինգտոն։ Այդ նույն Ռուսաստանը, այդ նույն Թուրքիան ինչքան անգամներ են ուզեցել այդ խնդիրը իրենց հարթությունում լուծել։ Մատերի վրա հաշվելու չի, բա ինչի չեն գնացել։ Որովհետև թե Նիկոլ Փաշինյանը, թե Իլհամ Ալիևը հասկացել են, որ տարածաշրջանում այդ կոպիտ ձևավորմամբ նոր նայող կա ու ազդեցությունը մեծ է։ Գնացին
Եվ ոչ թե Բայց ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի ներեցեք, որ ընդհատում են։ Ալիևը այնտեղ ավելին ստացավ, քան Փաշինյանը։ Փաշինյանը միայն իր ներքաղաքական խնդիրները լուծեց, ստացավ այդ հավաստիացումը, որ խաղաղություն է լինելու։ Ես չեմ կիսում այդ մոտեցումը, որ Ալիևը ավելին ստացավ, եւ ընդհանրապես մենք ինչի ենք ձգտում։ Այս 2020 թվականից հետո առաջին ձմեռն է, որ ձմռան սկզբին չեն սկսում խոսակցությունները, որ գարնանը պատերազմ է լինելու ու մեղրին կիսելու է։ Մենք ստացանք հստակ մի բան, որի անունը խաղաղություն է։ Կամ գոնե ժամանակավոր խաղաղություն, որի ընթացքում կարող ենք ոտքի կանգնել։ Մենք ստացանք ապագայում զարգացման լուրջ հեռանկար։ Նոր ժամանակակից տեխնոլոգիաների, կիսահաղորդիչ սարքավորումների, միջուկային էներգետիկայի, կապսուլային ատոմակայաններ ունենալու, մենք ունեցանք Հայաստան Nvidia-ի մուտքի, մենք ունեցանք Հայաստան գալու Արարատյան դաշտավայրի տեղեկատվական կենտրոն ունենալու ծրագրի, մենք ունեցանք հնարավորություն Հայաստանը միջին միջանցքի մաս դարձնելու եւ տարանցիկ երկիր դառնալու։ Այսօր վրացիները բողոքում են, Իրանը բողոքում է, ինչի, որովհետեւ Վրաստանը կորցնում է իր ապրանքաշրջանառության 20%-ը, որը մեր հաշվին է արել։ Քանի որ մենք փակ ենք եղել։ Իսկ Իրանը կորցնում է իր ապրանքաշրջանառության 50%-ից ավելին, որը մեր հաշվին է արել։ Բոլորին ձեռնատու է, որ մենք փակ մնանք։ Այդ մարդիկ, ովքեր ասում են, այ շահեց Իլհամ Ալիևը, իսկ ինչ շահեց Իլհամ Ալիևը։ Իլհամ Ալիևը պատերազմում շահել էր։ 26 տարի էլ մենք էինք պատերազմում շահե։ Այդ շահացի արդյունքները մենք ինչ էինք արել։ Գույք պարտքի դիմաց էինք դրել, երկիրն էինք թալանել, մտել էինք մի ուղու մեջ, որտեղ Բաքվում թե էինք խմում ամեն տոնակատարության օր, չգիտեմ, շքերթներ էինք անում, էս էինք անում մենք։ Ադրբեջանը այդ խաղաղությունն օգտագործում էր։ Օգտագործում էր Բաքու-Ջեհյան կառուցելով, օգտագործում էր երկաթգիծ կառուցելով, օգտագործեց, արդյունքում հարստացավ։ Հիմա մենք ստացել ենք հնարավորություն, որ կարող ենք օգտագործել մեր բնական ռեսուրսները, ջրային, մետաղական, կիսահաղորդիչների, գիտական։ Մենք ստացել ենք հնարավորություն, որ կարող ենք օգտագործել մեր ճանապարհային ռեսուրսները, լոգիստիկ ռեսուրսները, ու մենք ոչինչ չենք ստացել, ըստ այդ մարդկանց, ու Իլհամ Ալիևը ստացել է, հաղթել է պատերազմում, ստացել է։ Կարողանայինք չպարտվել, չստանար։ Կարողանայինք ստատուս քվոն պահել, չստանար։ Իսկ ինչի չկարողացանք ստատուս քվոն պահել։ Որտեվ հույսներս դրել էինք, որ Ռուսաստանն է այդ ստատուս քվոն պահելու, որովհետև Ռուսաստանին ձեռնատու չի Լեռնային Ղարաբաղը տալ, որտեվ ինքը այս տարածաշրջանից չի հեռանա, հետևաբար ջահանդամը թե Ադրբեջանին զենք չի վաճառում։ Ու չէին մտածել որևէ մեկը, այն մեղրիով բանակցողները, որ Ռուսաստանը կարող է Լեռնային Ղարաբաղը տալ, փոխարենը գալ նստել մեղրիում։ Ու այդ կերպ ազդեցություն ունենալ թե Թուրքիայի, թե Ադրբեջանի, թե Հայաստանի վրա։ Եվ Ռուսաստանը դա էլ արեց։ Այս էր խնդիրը։ Այդքան կարճ են հաշվել իրենք։ Եվ այսօր էլ ասում են հենց այդ թևերն են, որ ասում են, որ մենք ոչինչ չստացանք, ստացավ Ալիևը, որտեվ իրենց պետք է որ հանրությունն այդպես մտածի, որ իրենք կարողանան հետ գալ, որտեվ իրենք հաղթող են եղել։ Իրականում իրենք եղբորս բերած հաղթանակը մսխել են ամբողջությամբ։ Պարոն Սարգսյան, իրենց մի կողմ թողնելով բացառել, որ այդ հնարավորությունները մեզ տրվել են մինչև ընտրությունները, երբ որ Նիկոլ Փաշինյանը կօգտագործի, կվերընտրվի, դրանից հետո արդեն մենք կբախվենք այդ դառը իրականությանը։ Ես ընդհանրապես որևէ բան չեմ բացառում։ Ես խաղաղությունը չեմ կապում փաստաթղթերի հետ։ Ես խաղաղությունը կապում եմ տնտեսական հզորության, պետության կայացման հետ եւ գտնում եմ, որ այս փուլում մեզ խաղաղություն է պետք, որ տնտեսությունը հզորանա։ Նախ եթե կա պատերազմի վտանգ Հայաստանի Հանրապետություն եկող ու ներդրողներ, ներդրում անողների քանակը կտրուկ պակասելու է, միանշանակ։ Այսօր երբ որ որևէ մեկը այլևս չի մտածում, որ գարնանը կարող է պատերազմ սկսել, բավականին մեծ թվով միջին բիզնեսի, փոքր բիզնեսի, թեկուզ հայ ազգի, բայց ներդրողներ կան, որոնք դիմում են ինձ, եւ ես իմ ուժերի եւ ունեցած կապերի
նեղություն եմ տալիս Հայաստանի Հանրապետության իշխանություններին, չնայած այդ իրենց գործառույթն է, որ հնարավորինս արագ գործեն, եւ փորձում եմ օժանդակել այդ մարդկանց, ու այդ մարդկանց թիվը քիչ չի։ Ու իրենք հիմի լսում են ու շատ շատերը կասեն, որ ճիշտ ասում արամ։ Պարոն Սարգսյան, մենք մի փոքր շեղվեցինք, բայց վերադառնանք հոգևորականություն, իշխանություն, այս խնդիրներին այսօր Նիկոլ Փաշինյանը ճանապարհային քարտեզ է եկեղեցու նորոգման հրապարակել, որը պետք է իրականանա կաթողիկոսի հեռացումից հետո։ Առաջինը կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ, երկրորդ կանոնագրքի ընդունում, կանոնագիրքը պետք է անդրադառնա մի շարք կետերի, հոգևորականների բարեվարկությունից մինչև սոցիալական երաշխիքներ, ֆինանսական թափանցիկություն եւ ապաքաղաքական լինելու անհրաժեշտություն։ Եթե կաթողիկոսը չհեռանա, ասում են վտանգ կա, որ այսպիսով կստեղծվի երկրորդ եկեղեցի, որը միանշանակ չի բխի մեր երկրի շահերից։ Դուք ինչ ելք եք տեսնում, երբ կաթողիկոսը իր դիրքում է, կարծես թե մնում, իշխանությունն էլ իր դիրքում։ Ես կարծում եմ եւ համոզված եմ, որ առանց էլ հայ եկեղեցին բաժանված է երկու թեմի, էջմիածնական թեմի եւ կիլիկիո թեմի եւ չի կարող նոր թեմ առաջանալ, ընդհանրապես մենք պետք է մտածենք, որ եկեղեցին միավորվի կիլիկիո թեմն ինչ է նշանակում երկու կաթողիկոս ունենալ առաքելական, այդ սովետական միության ժամանակներում արվեց, երբ որ համարեցին, որ սովետական Հայաստանի Հանրապետության կաթողիկոսները կռեմլի դրածոներ են, դրա համար ոչ կռեմլի դրածո կաթողիկոս ընտրվեց Կիլիկիայում։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը անկախ է, ու քանի որ անկախ է, եկեղեցիները կարող են միանալ ու պետք չէ թորներից կախվել։ Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին, ինքը այդ մոտեցումները հայտնում է որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, մի մարդ, ով հավատում է Աստծուն եւ որպես հավատավոր։ Համենայն դեպս ինքը այդպես է ասում։ Ինքն է այդպես ներկայացնում։ Իրականում այդպես է, թե այդպես չի, ես չեմ վիճարկում։ Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ Նիկոլ Փաշինյանի այդ մոտեցումները չեմ կիսում։ Չեմ կիսում եկեղեցում դրոշներ դնելու մոտեցումները, որտեղ այլ մոտեցում ունեմ։ Չեմ կիսում եկեղեցու կանոնագրքին խառնվելու մոտեցումները։ Ես համարում եմ, որ հայ առաքելական եկեղեցին լուրջ բարեփոխումների խնդիր ունի եւ այսօրվա իր հիմնական խնդիրները այդ կուսակրոնություն եւ այլը, այդ բարեփոխումները չանելու արդյունք են, եթե իրենք արած լինեին, այդքան էլ խոցելի չէին լինի եւ կարծում եմ հավատավորների քանակը ավելի մեծ կունենային ու Հայաստանում աղանդները չէին վխտա, ինչը շատ տխուր է իմ համար, որոնց դեմ կարծես ավելի շատ ես եմ պայքարում սովորական հայ առաքելական եկեղեցու հետևորդս, քան հայ առաքելական եկեղեցին ինքը։ Իմ համար միևնույն է, չգիտեմ, պատարակի ժամանակ կհնչեցվի Վեհափառ Հայրապետի անունը, թե չի հնչեցվի։ Ես գնում եմ եկեղեցի Աստծու հետ շփվելու ու հնչեցվում է այդ անունը, թե չի հնչեցվում, դրանից իմ հավատը ոչ ավելանում, ոչ փոքրանում է։ Առավել եւս, երբ որ քրիստոնեությունն ասում է, որ մենք պիտի աղոթենք նաև մեր թշնամիների բարեկեցության համար։ Եվ եթե անգամ հայ առաքելական Սուրբ եկեղեցու Վեհափառ Հայրապետը մրցակից է, դա չի նշանակում, որ իր անունը պիտի չհնչեցվի։ Ինչ եմ ես կարծում, որ քրիստոնեությունը շատ ուժեղ հավատք է, որովհետև եթե քո թշնամին բարեկեցության մեջ է, ինքը վայելում է կյանք ու քեզ վատություն չի անում, այնպես որ ես էլ իմ թշնամիներին ուզում եմ, որ լավ լինեն, երջանիկ լինեն, հիանան Աստծո տված կյանքով, աշխարհով, զբաղվեն իրենց զավակներով ու ինձ հանգիստ թողեն։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, գինը 15000 ԱՄՆ դոլար։
Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Կաթողիկոսին հանգստյան գնալու կոչարած եպիսկոպոսները, 10 եպիսկոպոսները, նրանք ավելի խիզախ են այդ բարենորոգումների, սեփական վարքը վերանայելու առումով, թե հնարավոր կոմպրոմատներից վախեցան եւ առհասարակ ինչու պետք է եկեղեցու այդ հոգեվոր դասը, այդ վերնախավը դեմ լինի բարեփոխումներին, բարենորոգման այդ ծրագրերին։ Եվ ինչու չի նախաձեռնել այսքան ժամանակ։ Ես կարծում եմ, որ այ ընթնջուկը ինչի սկզբանե առաջացավ, իսկ սկզբանե առաջացավ նրանից, որ հայ առաքելական եկեղեցու որոշ սպասավորներ մտան քաղաքականության մեջ եւ հայտարարեցին, որ իրենք ունեն վեհապար հայրապետի օրհնությունը։ Երկրորդ, երբ որ ջարդուփշուր արվեց ազգային ժողովի շենքը, կառավարության շենքը, Արարատ Միրզոյանը, որ այն ժամանակ ԱԺ նախագահ էր, մի կերպ փրկվեց մահանալուց, այդ ժամանակ վեհապար հայրապետը չդատապարտեց նման գործողությունները։ Ես կարծում եմ, վեհապար հայրապետի արած քաղաքական ոչ կամ քրիստոնեական ոչ ճիշտ քայլը հենց դրանում էր, որ ինքը պիտի կոչ աներ համախմբել Հայաստանի իշխանությունների շուրջ, պատերազմից հետո այս սաներ իրավիճակում եւ փորձեր հաղթահարել խնդիրը։ Փոխարենը վեհապար հայրապետը հայտարարեց, որ ինքը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ու այդտեղից էլ սկսեց։ 21 թվականին ժողովուրդն եկավ նորից ընտրեց Նիկոլ Փաշինյանին, մերժեց Ռոբերտ Քոչարյանին, կաթողիկոսներ մնաց մերժված Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ու քանի որ Ռոբերտ Քոչյանը Հայաստանի Հանրապետությունում արվող բոլոր հարցումներով ամենամեծ բացասական վարկանիշն ունի, որ նշանակում է որևէ պարագայում Ռոբերտ Քոչյանին քվե չեմ տա, այդ վարկանիշը տեղափոխվեց նաև վեհապար հայրապետի վրա։ Անդրադառնամ ձեր հարցին։ Այս համատեքստում եկեղեցու սրբազանների մի մասը սկսեց մտածել, որ կաթողիկոսը վրիպել է կամ սխալվել է, մի մասը այսինքն քաղաքական մոտեցումներ, ինչպես վերաբերվել Հայաստանի նոր իշխանություններին, որոնք նորից ընտրվում են, եւ որոնք նորից ընտրվելու հնարավորություն ունեն, եւ ավելի լուրջ հնարավորություն, քան նախկինները։ Եվ իրենք սկսեցին դիրքորոշվել, որ այս ուղին պետականության հետ ընթարման որևէ տեղ չի տանում։ Եվ այն սրբազաններին, որոնք քաղաքական կոչեր են անում, այդ սրբազաններին պիտի կարգալույծ անել կամ գոնե սառեցնել։ Եվ այսօր իրենք որևէ պատրվակ չեն գտնում, որ Արշակ սրբազանին
գոնե չսառեցնեմ։ Այսինքն ոչ թե կարկալույծ անեն, նույնիսկ համաձայնային սառեցնելու։ Բայց առաքելական եկեղեցու մյուս սրբազանները այս մարդկանց անվանեցին հերձվածներ, անվանեցին բրուտոսներ։ Հիմա իրենք կանչում են ժողովի, եպիսկոպոսատ ժողովի։ Որը կրկին հայտարարվել է, որ չի կայանալու։ Իսկ ինչու հայտարարվեց, որ չի արվել։ Որտեվ հայ առաքելական եկեղեցին հասկացավ, որ եթե ինքը այս սրբազանների հետ լեզու չի գտնում, ուրեմն պիտի այդ սրբազաններին կարկալույծ անի։ Պատկերացնում եք տարկս 10 սրբազանի կարկալույծ անելը։ Դա եկեղեցու փլուզում կնշանակի։ Դա հասկանում են բոլորը վեհապարից սկսած մինչև վերջին հավատավորը։ Հետևաբար այս 10 սրբազանների հետ լեզու գտնել է պետք։ Իրենք չեն գնում։ Փորձել են լեզու գտնել, բայց լեզու գտնելու պարագայում այդ 10 սրբազանները, որ գան ժողովի, իրանք մի բան են պահանջելու, որ բերեք արշակ սրբազանին գոնե սառեցնեք։ Այդ խնդիրն իր առաջ դրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ վարչապետը։ Եթե սրբազանները իրենց ձեռքով սառեցնում են արշակ սրբազանին, վեհապար հայրապետն էլ այդ թուղթը ստորագրում է, այդ նշանակում է, որ ինքը դավաճանում է իր թիմին։ Այդ նշանակում է, որ հաջորդը ինքն է։ Ու քանի որ լեզու չեն գտել, որովհետև գան այդ բանն են պաշտպանելու, մնացածն են պաշտպանելու, իմ կարծիքով նաև այդ պատճառով եպիսկոպոսած ժողովը հետաձգվել է։ Այսինքն այս ամեն ինչը իմ կարծիքով հայ առաքելական եկեղեցու հիմքում ընկած այս, չգիտեմ, անկախությունից հետո այս 30 տարիներին կուտակված չփոփոխությունների, նախկինից մնացած որոշակի վատ ավանդույթների, դրանց արմատի մեջ չխորանալու ու դրանք վերացնելու ուղղությամբ կոնկրետ քայլեր չանելու արդյունք է, որը վաղ թե ուշ իրականություն է դառնալու, որը դժբախտաբար ընկել է այս սանր ժամանակներում, երբ որ մենք պարտություն ենք կրել, լավ կլիներ, որ այդ ավելի ազատ ժամանակներում լիներ։ Բայց հիվանդությունները սրվում են, երբ որ ինչ-որ իրավիճակում նոր հիվանդություն է առաջանում, ու այն հինը գլուխ է բարձրացնում ոտքի էլ։ Ասել, որ նաև նյութապաշտեն դրա համար էլ այդ փոփոխությունների չգնացին։ Մինչև արճակատումը կամ մինչև քաղաքականության մեջ ներգրավելը։ Ես ինձ թույլ չեմ տա ոչ հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, ոչ էլ նրանց դեմ մարտնչող մյուս սրբազաններին, ոչ էլ Հայաստանի Հանրապետության իշխանությանը նյութապաշտ անվանել։ Խնդիրը նյութի մեջ չի, եթե նյութի մեջ լիներ, այդ խնդիրները շատ ավելի հեշտ կլուծվեին։ Նյութապաշտությունը ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանավարությունից հետո։ Դրանից հետո նյութը գնաց երրորդ պլան։ Պատահական չի, որ հիմի մարդիկ կաշառք չեն վերցնում կվետալու համար, որտեղ այդ գնացել է երկրորդ պլան, ուրիշ բան է եկել առաջին պլան եկել է անվտանգությունը, զավակների արունը։ Պարոն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանը ձեզ համարում է գույք պարտքի դիմաց այդ գործարքի ջատագով։ Դուք իհարկե ձեր խոսքում սրան անդրադարձաք հակիրճ, բայց ինչի համար է ձեզ թիրախավորում Ռոբերտ Քոչարյանը։ Գիտեք, ես եթե շատ ուզենայի էլ չէի կարող գույք պարտքի դիմաց գործարքի աջակիցը լինել։ Մի պարզ պատճառով, որ գույք պարտքի դիմաց համաձայնագիրը ստորագրվել է 2002 թվականի նոյեմբերի 14-ին թե 15-ին, ինձ պաշտոնազրկել են 2020 թվականի մարտի 2-ին։ Ես գույք պարտքի դիմացի հետ այնքան կապ ունեմ, ինչքան ծնելիության պակասի հետ, ինչի պատրվակով ինձ Ռոբերտ Քոչարյանը ազատեց պաշտոնից։ Եվ խնդիրը նաև նրանում է, որ Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ Արամ Սարգսյանը 5 եւ ավել անգամներ ասել է, որ ինքը դրա կողմնակիցն է եղել, ինքը սկսում է բացատրել, որ Հայաստանը այդ ժամանակ պարտքեր ուներ, ու ինքը չգիտի, թե այդ պարտքերը ինչից են կուտակվել, եւ դրա համար պետք էր գույք տալ այդ պարտքերը վերացնելու առումով։ Նախ ցանկացած մտածող մարդով գալիս է, ով իշխանություն ունի, որևէ փոքրիկ, նույնիսկ սուբյեկտի կամ օբյեկտի կամ ՍՊՀ-ի վրա, երբ որ տեսնում է, որ պարտքեր կա, ուզում է հասկանալ, թե այդ պարտքերը որտեղից են առաջացել։ Պարոն Ռոբերտ Քոչարյանը մինչև այսօր էլ չի հասկացել, թե այդ պարտքերը որտեղից են առաջացել։ Նախ պիտի հասկանաս պարտքերը որտեղից են, հետո փորձես այդ պարտքերը
մարելու համար ուղիներ ու ճանապարհներ գտնել։ Այդ պարտքերը ես պարոն Քոչարյանին բացատրեմ, թե որտեղից է առաջացել, թող մարդը իմանա, տեղյակ լինի։ Պարտքերն առաջացել են նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը էներգոկիրները գնում էր դոլարով, իսկ էներգոկիրներ գնում էր գազ եւ կոշտ վառելիք, ուրան, ատոմակայանի լիցքավորման համար։ Երկուսն էլ գնում էր դոլարով, իսկ Հայաստանի ներսում վաճառում էր դրամով։ Քանի որ կենտրոնական բանկի միջոցով էլ դրամավարկային քաղաքականությունը պահում էին այնպես, որ դրամի կուրսը շատ չընկնի ինֆլյացիա տեղի չունենա, առաջանում էր ճակ, եւ մենք գնում էինք համաշխարհային բանկից ու IMF-ից վարկեր էինք վերցնում։ Ասեմ նաեւ, որ այսօր էլ Հայաստանի Հանրապետության միջպետական պարտքերը առաջանում են դրանից, որ մենք էներգոկիրները գնում ենք դոլարով, վաճառում ենք դրամով։ Այս պարոն Քոչարյանին գիտություն, որպես տնտեսության բացառիկ մասնագետի, թող այս բաները պարոն Քոչարյանն իմանա։ Ու ինչ է առաջարկում ես, որ Ռոբերտ Քոչյանն ուզում է ներկայացնել, որ 5 անգամ ասվել։ Ես այդ առումով բազմաթիվ անգամներ ասել եմ։ Ես առաջարկում եի, որ քանի որ ատոմակայանը ամբողջական ռուսական է եւ վառելիքն էլ ռուսական կոշտ վառելիքի հիման վրա է, ու մենք չենք կարող ֆրանսիական վառելիք բերել այսօրվա Հայաստանի ատոմակայանի համար, որպեսզի նման խնդիրը լուծենք, պիտի կարողանանք կոշտ վառելիքը գնել ավելի էժան։ Եւ առաջարկում եի, որ Ռուսաստանը մեզ կոշտ վառելիքը վաճառի ռուսական ներքին շուկայի գներով, փոխարենը վերցնի Հայաստանի ատոմակայանի 50%-ը բաժնետոմսերի։ Այսինքն տանք ատոմակայանի 50%-ը իրեն, բաժնետոմսերի, ինքը մեզ կոշտ վառելիքը տա 8 միլիոն դրամով։ Ռուսաստանում այդ ժամանակ 2000 թվականին 8 միլիոն էր կոշտ վառելիքը, Հայաստանին վաճառում էր 16 միլիոնով։ Երկրորդ պարտքը առաջանում էր գազից։ Գազի գինը Հայաստանում $55 էր, Ռուսաստանի ներսում $22 էր։ Եթե բերում հասցնում էր մինչև Վրաստանի սահման, դառնում էր $28։ Առաջարկում էի հայ-ռուս գազարդի 50%-ը բաժնետոմսորի տալ Ռուսաստանին, փոխարենը Ռուսաստանի ներքին շուկայի գներով գումարած տեղափոխումը գազ ստանալ Հայաստանի սահմանի վրա։ Սա է եղել իմ առաջարկը եւ սա մանիպուլացնում է պարոն Քոչարյանը, իր թիմն էլ հիմք է դնում, որ 2002 թվականին ես Առավոտ թերթին հարցազրույց եմ տվել, որտեղ ասել եմ, որ Ռոբերտ Քոչյանը իմ ասած քայլերն է անում, բայց վատ է անում, դա որևէ կապ չունի գույք պարտքի դիմացի հետ։ Գույք պարտքի դիմաց ծրագիրը 2000 թվականին չի քննարկվել։ Եվ բնականաբար հոկտեմբերի 27-ից հետո այդ իրավիճակում նման բաներ չէր կարող քննարկվել։ Իմ վարչապետության ժամանակ որևէ բան չի սեփականաշնորհվել։ Ես գլուխ չեմ գովում դրանով։ Ես սեփականաշնորհման կողմնակից եմ, բայց չի սեփականաշնորհվել, որտեվ թե եղբայրս, թե ես ինվենտարիզացիա ենք անում, թե մենք ինչ ունենք եւ ինչը կարող ենք աշխատեցնել։ Երրորդ հանգամանքը ինքը խոսում է Պեոմարսի մասին։ Ասեմ, որ Պեոմարսը կառուցվել է, ճիշտ է ասում, սովետական միության միջոցներով, Հայաստանի ամենաթանկ կառուցված գործարանն է եղել։ $360 միլիոն արժողություն ունի։ Ռոբերտ Քոչյանն ներկայացնում էր, որ այդ քանդել զրոյից սարքել էր պետք։ Բայց էական նեշ չի, Պեոմարսի տնօրենը իմ կողմից շատ հարգված Կարեն Դեմիրճյանի որդի Ստեփան Դեմիրճյանն էր։ Ես Միասնություն դաշինքի վարչապետն էի։ Միասնություն դաշինքը երկու թև ուներ՝ ժողովրդական կուսակցությունը, հանձինը Ստեփան Դեմիրճյանի, Կարեն Դեմիրճյանի մահվանից հետո, եւ հանրապետական կուսակցությունը, հանձինս Լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի։ Ես ոնց կարող էի կողմ լինել, որ Պեոմարսը, այսինքն ինձ վարչապետ առաջարկած թիմի տնօրեն աշխատող տնօրության տակ գտնվող Պեոմարսը գույք պարտքի դիմաց անցնի Ռուսաստանին։ Ինչ որ բաներ ասելուց պիտի մտածես, որ այդ որոշակի տրամաբանական հենքել ունենա, էլի։ Այստեղից այնտեղից պեղած ինչ որ թղթերի վրա հենքեր չդնես, էլի։ Հետաքրքիր մարդ է Ռոբերտ Քոչյանը։ Պարզվում է, որ ասենք գույք պարտքի դիմացը ես եմ արել, չգիտեմ, Երևան զորքերը Միքայել Հարությունյանն է իջեցրել, ՕՏԵ-ին ցանցերը նախարարի առաջարկով է արել, իսկ ինքը ինչ որ բան արել է։ Կամ եթե ես այդքան լավ առաջարկեր էի անում, ու այդքան խելոք մարդ էի, որ 2 տարի հետո նոր ինքը հասկացել է իմ առաջարկն է արել։ Ինչի ինձ պաշտոնանք արեց, պաշտոնից հեռացրեց։ Իմիջիայլոց ես միակ վարչապետն եմ, ում պաշտոնից հեռացրել են, եւ դա գին է ունեցել։ Եթե ես համաձայնեի ինքս դիմում գրեի, ուղիղ առաջարկվել էի, դու դիմում գնի ու գնա Արարատի ցեմենտի գործարանը կոնն է, սեփականաշնորհի աշխատի, ես ասել եմ ոչ։
Այսօր այդ Արարատի ցեմենտի գործանը սեփականաշնորհվեց գիշերային աճորդով, ինչ որ Ռոբերտո ընկերության, որը հետո 4 բաժնետեր ունեց, հետո մասարմաս վաճառեցին Գագիկ Ծառուկյանին, դարձավ մուլտիգրուպ։ Ինքն ասում է, որ ինքը ժամանակին այդ գործարանները վաճառել է արևմտյան կապիտալին։ Քաջարանի գործարանը այնքանով էր գերմանական, ինչքանով ասենք Midland Armenia Limited-ը, որ 24 միլիոնով վաճառեց Բաշխի ցանցերը, անգլիական էր։ Էդում է խափում։ Չէ՞ որ են վերնախավում են մարդիկ, ովքեր այդ ամեն ինչին տեղյակ են, ովքեր Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կյանքով զբաղվում են ու ներքին կարգին տեղյակ են, այդ ամեն ինչը գիտեն։ Այն ժամանակ էլ իրենք ինքը ներկայացնում էր, որ եթե Բաշխի ցանցերը այսօր չվաճառվի, վաղը փլուզվելու է, մենք էլեկտրաէներգիա չենք ունենալու։ Ձրի շան մսի գնով այդ Բաշխի ցանցերը վաճառեցին, ու այդ Բաշխի ցանցերը գնողները առեսօր էլ այդ Բաշխի ցանցերի վրա ներդրում չեն արել, ու այդ Բաշխի ցանցերը դեռ առեսօր աշխատում է առանց ներդրումների։ Նույն Քաջարանի մասով այսօր իրեն աջակցող Հրանտ Բագրատյանը այն ժամանակ ասում էր, «Էս ինչ գին են տվել 360 միլիոն», որ մի տարվա շահույթը հանել է այ Քաջարանի վաճառած գինը։ Այդ գնով ասում է ցանկացած Հրանտ Բագրատյանի ասածն եմ կտում։ Ցանկացած հայ մարդ էլ կգնար Քաջարանը կգներ, էլի, վարկը կվերցներ կտար, մի տարի հետո վարկը կփակեր, լոկուտներն էլ կմնար իրեն։ Ու Ռոբերտ Քոչարյանը այս առումով խոսելու տեղ ունի, ընդհանրապես ես կուզեի, որ Հայաստանի Հանրապետության քննչական մարմինները գույք պարտքի դիմացով իրենց գործառույթները ամբողջությամբ կատարեին, որպեսզի հասկանալի լիներ մեր բոլորիս համար էլ, թե Ռոբերտ Քոչարյանի այդ ամենաաղքատ նախագահի տեխնացուն լինելուց հետո Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը դառնալը ինչ ճանապարհով է տեղի ունեցել։ Եթե այդ գործարքները այդքան արդար, թափանցիկ ու արևմտյան են եղել, իսկ ինքը որտեղից է հարստացել։ Այդ հարցին թող պատասխանի Ռոբերտ Քոչարյանը ու իր թիմակիցները։ Ու լավ կանի, որ արեքստական ինտելեկտին ասենք ջուրը թաց է, թե չոր է կամ չգիտեմ, ասում է, եթե մարդուն մեղադրանք չի առաջադրվել, ինքը կարող է մեղադրյալ դինել, այս կարգի հարցեր տալու փոխարեն այդ արեստական ինտելեկտին հարցներ Հարամ Սարգսյանին երբ են նշանակել ու երբ են ազատել։ Ասում եք ում է վախեցնում Ռոբերտ Քոչարյանը, ում է խափում Ռոբերտ Քոչարյանը ավելի ճիշտ ներողություն։ Խափում է այն մարդկանց, պարոն Սարգսյան, ովքեր այլընտրանք չեն տեսնում, Նիկոլ Փաշինյանին էլ չեն ուզում որ վերընտրվի։ Գիտեք ինչը, որ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին 50+% հավաքեց ու դա Ռոբերտ Քոչարյանի արած հանրահավաքի հետևանքն էր, դա միանշանակ, որովհետև բոլոր հարցումներով, ես կարող եմ այսօր բացահայտել անգամ NDI հարցումներով, որոնք գրեթե միշտ իրենք ասում էին, որ դա հարցում չի, իրենք ասում էին, որ դա հետազոտություն է, որովհետև իրենք հիմնականում թվերի դաշտ չէին մտնում, իրենց արած հետազոտության արդյունքում Հանրապետություն կուսակցությունը 6.2%-ով անցնում էր ազգային ժողով, չանցավ մի պատճառով, Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի պատճառով։ Մարդիկ տեսան, որ այդ հանրահավաքին 42,000 Յոնեսյանի հաշված թվով մարդեր եկել եւ մտածեցին կարող է 9 հետ գա։ Նույնիսկ մեր կուսակցության, իմ կուսակից ընկեր Անի Խաչատրյանը ինձ ասեց, «Շեֆ, կարող եմ մենք էլ գնանք Նիկոլին տանք, որ ձայն չփոշիանա, որ հանկարծ Ռոբե հետ չգա»։ Այսինքն, որ Ռոբերտ Քոչարյանը այդ առումով ձեռնատու է իշխանություններին ու իր թիմին էլ ձեռնատու է, որ այդպես падգամավոր են դառնում, այդ մասին իշխանական թիմը երբ պետք է, երբ ժամանակը գալիս է, այդ մասին խոսում է։ Բայց դա չի նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանը չպետք է մասնակցի ընտրություններին։ Ես օրինակ դեմ եմ այդ բաներին, որ կոչ են անում մի մասնակցեք։ Ինչ է նշանակում մի մասնակցեք։ Կամ Սերժ Սարգսյան, հիմա Սերժ Սարգսյանը չի մասնակցում։ Ինչ անի Հանրապետական կուսակցությունը, որ Հայաստանի Հանրապետության առաջին գրանցված կուսակցությունն է, լուծարի, կուսակցությունն էլ չմասնակցի։ Կուսակցությունը եթե մասնակցի, ասելու են Սերժ Սարգսյանի Հանրապետականն է, միևնույն է։ Ինչ ուզում է անի։ Հասկանում եք, դրա համար ես քաղաքական խնդիրների լուծման քաղաքական մեխանիզմ եմ առաջարկում։ Ասում եմ, եկեք Հայաստանում արգելենք նախընտրական դաշինքները։ Օրինակ իմ համար շատ հետաքրքիր է, թե Ռոբերտ Քոչարյանը որ կուսակցությամբ է առաջադրվելու։ Նիկոլ Փաշինյան քեզ հետաքրքիր չի։ 2 տարի առաջարկում եմ, ասում եմ, եկեք արգելենք նախընտրական դաշինքները։
Թող կուսակցությունները խոշորանան, թող մաքրվեն, թող այդ կնիկներ վաճառելը վերանա վերջապես։ Մարդիկ կնիկները պահում են, հետո անշահախնդիր տալիս են Արզականցյանին։ Վաղնել կտան Սամվել Կարապետյանին, եթե մեր ձևովը չգրանցվի։ Բերեք, արգելեք։ Բերեք արգելեք, կուսակցությունները, գաղափարական կուսակցությունները կտեսնեն, որ չեն անցնում, կխոշորանան, կմիավորվեն, ու միասնական մի կուսակցության անունով կգան կմտնեն ազգային ժողով։ Հետո ազգային ժողովում կոալիցիա կկազմեն, թե չեն կազմի, այդ արդեն ուրիշ խնդիր է։ Այնտեղ իհարկե կոալիցիաներով կձևավորվի եւ կոալիցիան արդյունք կտա։ Հիմա իշխանությունն ինչ է արել։ Ասել է լավ, քանի որ Արամ Սարգսյանն է ասել, եկեք այդ էսպես անենք, դարձնենք դաշինքների համար անցողիկ շեմը 8%։ Այդ դարձրեցիք, բայց դրանից դաշինքները չարգելեցիք, չէ։ Այսինքն խնդրի լուծումը ես տեսնում եմ այս հարթությունում։ Ես տեսնում եմ, որ նախընտրական դաշինքները պիտի օրենքը փոխվի ու մինչև ընտրությունները արգելվեն, կուսակցությունները անհատական իրենց ուժերով թող մասնակցեն։ 0.1% գավակեն 1-3, այդ արդեն իրենք են, իրենց կուսակցությունը, իրենց որոշելիքը ու դրանից հետո իրենք հետևություն կանեն։ Երկրորդ, բոլոր այն կուսակցությունները, ովքեր երկու համապետական ընտրության չեն մասնակցի, պիտի համարվեն լուծարված օրենքի ուժով։ Առանց դատի, առանց դատարանի։ Այսինքն չեն նշանակում, կնիկը վերցնում եմ, դնում եմ գրպանից, գնում եմ նստում եմ տանը։ 100-ից ավել գրանցած կրինք կա ինչ որ մեկի տանը ընտրություններին էջմիացնում մասնակցում են 4-5 ուժ։ Բա ուր էին այդ 100-ից ավել կուսակցությունները։ Այս խնդիրներն է լուծել պետք։ Ոչ թե ասել, թե Ռոբերտ Քոչյանը չառաջադրվի, Սերժ Սարգսյանը չառաջադրվի, Արամ Սարգսյանը ամենաշատ արևմտամետ քվեն ունի, բայց թող ինքը չառաջադրվի, որ մենք գանք։ Ես ի՞նչ մոտեցում է։ Չգնանք կախվենք։ Պարոն Սարգսյան, ամփոփելով մեր հարցազրույցը, մինչև կհրապարակվեին այդ փաստաթղթերը բանակցային, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դրանք չի բացառում, որ կհրապարակվեն, ես իմ բոլոր հյուրերին հարցնում էի, արդյոք այդ փաստաթղթերի հրապարակումը կփակի նախկին նախագահների բերանը, այսինքն մենք արդյոք կունենանք այնպիսի տեղեկություններ, որոնցից հետո նրանք պարզապես այլևս խոսելու տեղ չեն ունենա։ Հիմա հրապարակվել են գնահատականներ կան, որը ըստ հայեցողության են հրապարակել, դրանք կիսատ են, ամբողջական չեն, իշխանությունը վարվել է նախկիների պես, ինչը իրեն ձեռնտու է, դա է հրապարակել։ Դուք ինչ կարող եք ասել այս հրապարակված փաստաթղթերի հետ կապված, ինչ որ բան ձեզ համար նորություն էր, զարմացրեց, թե ոչ։ Ասեմ, որ ես երբեք չեմ պահանջել փաստաթղթերի հրապարակում։ Եվ փաստաթղթերի հրապարակման հետ քաղաքական կյանքում փոփոխությունների որոշակի բովանդակություն չեմ տեսել ու դրա համար էլ չեմ պահանջել։ Որովհետև անկախ փաստաթղթից ով ինչ ասում է, նույն բանն է ասելու։ Իրականում փաստաթղթերի հրապարակումը մեծ առումով որևէ բան չփոխվեց։ Մեղրի տարբերակով են ինչ ես պնդում էի, շարունակում եմ պնդել, որ այդ փաստաթղթերով արդեն ակնհայտ է, Ռոբերտ Քոչյանն էլ իր ասուլիսում հակառակն է պնդում։ Ով կհավատա, ով չի հավատա, չի հավատա։ Արդեն դա մեր հանրության, մեր նկատմամբ ունեցած վերաբերմունքի հետ կապված խնդիր է։ Ակնհայտ է մի բան, որ Ադրբեջանի իշխանությունները Լևոն Տեր-Պետրոսյանի են հայտարարությունից հետո որ ասաց, ես գնում եմ, դե տղա եք Ղարաբաղը պահեք։ Այ Լևոն Տեր-Պետրոսյանի այդ խոսքը դարձրեցին իրենց հիմնակար, որովհետև դա ասել էր հաղթանակ բերած առաջին նախագահը։ Պատկերացնում եք Ադրբեջանում, ասենք, առաջին նախագահը հիմնադիր անկախություն բերածը, ասել, որ Լեռնային Ղարաբաղը այլևս պահելու հնարավորություն չկա, տղա եք պահեք։ Բանակցությունները լրիվ այլ բովանդակություն կունենային։ Ադրբեջանը այդ օրվանից որոշեց, որ որևէ պարագայում Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Հայաստանի կազմում, որովհետև այդ կկոտրի Ադրբեջանի պետություն լինելու ոգին ու ողնաշարը։ Եվ իրանք որևէ տարբերակին լինել այդ Մեղրի տարբերակ, Մինսկի խմբի առաջացած մադրիդյան սկզբունքներ, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած փուլային ու փաթեթային տարբերակ չէին ընդունի։ Այդ շատ լավ հասկացել էր եղբայրս, բազմաթիվ անգամներ էլ իրենց բացատրել է, գրավոր նյութեր կան այդ առումով, որ այս ամեն ինչը պահելու մի բան կա։ Պիտի Հայաստանի բանակը մշտապես լինի մարտունակ։ Չկա որևէ ելույթ, որում եղբայրս Վազգենը չի ասել, որ այս պատերազմը դեռ չի ավարտվել, որ ժողովուրդ ուշքի եկեք, որ այս պատերազմը արագությունների պատերազմ է ու կարող է 1-2 օրում վերջանալ։ Իսկ դրա համար ինչ էր պետք տնտեսությունը ոտքի անել։
Ոչ թե բաժանել 20 քուրա եղբայրների, օրողբերների, ընկերների մեջ ու ասել սրա անունը կազմակերպված պետություն է։ Ասել, որ չգիտեմ, ամեն ինչ վատ էր, փլված էր ու պարտքի դիմաց պիտի տայինք Ռուսաստանին, որտեղ չգիտեմ, խի պարտք էինք հավաքում։ Իսկ դրանից հետո չէիք հավաքում այդ պարտքը։ Տենց էլ գլխի չընկաք ինչի է այդ պարտքը։ Փոխանակ խորանալու, մեծ փիլիսոփայի ու տնտեսագետի տեղ դնելու, պետք էր աշխատանք անել Հայաստանի Հանրապետության բանակը զորացնելու առումով։ Բայց դե ձեր հույսը դրեցիք ռուսական բանակի վրա։ Ռուսական բանակն էլ որոշեց Ադրբեջանի հետ լավ լինել եւ Հայաստան, Ադրբեջան ու Թուրքիա կապը վերահասկել Մեղրիի միջանցքով եւ դրան կողմ էր Թուրքիան։ Եվ Հայաստանի տարածք Թուրքիային բերում էր Ռուսաստանը։ Այդ ռուս-թուրքական ծրագիր է եղել։ Լենին Աթաթուրք ստորագրած փաստաթղթից։ Եվ Ռուսաստանի հեռանալով Թուրքիան չի գալիս տարածաշրջան։ Տարածաշրջանից հեռանում է եւ Թուրքիան եւ Ռուսաստանը, տարածաշրջան է գալիս Միացյալ Նահանգները, ինչի առումով ես շատ ուրախ եմ, որովհետեւ դա է, որ Հայաստանին ապագա է բերելու եւ զարգացման հնարավորություն տվող ապագա։ Իսկ Սարգսյանի նամակում ինչ որ զարմացնող բան կար։ Սերժ Սարգսյանի։ Այո։ Բացարձակապես ոչ, չկար, որովհետև այդ ժամանակ բոլորը մտածում էին, չթաքցնեմ, նաև ես եմ այդպես մտածել, որ Ռուսաստանին որևէ կերպ ձեռնատու չի Ադրբեջանի ու Հայաստանի վրա ունեցած իր քաղաքական գործիքը հանձինս Լեռնային Ղարաբաղի խնդրի կորցնել։ Եվ որևէ պարագայում Ռուսաստանը չի համաձայնելու, հետևաբար, քանի որ Ռուսաստանը չի համաձայնի, Ադրբեջանը չի հանդգնի։ Բայց եւ այդ իրավիճակում Սերժ Սարգսյանի նամակը հենց այդ համատեքստն ունի, որ Ադրբեջանը օրորից սպառազինվում է, որ Ադրբեջանը ձեր առաջարկած որևէ բանի չի համաձայնվում, որ այն սկզբունքները, ինչ նախկինում համաձայնեցրել էինք, Կազանում Ադրբեջանը դրան եւս 11 լրացուցիչ կետ է առաջարկում, եւ որ Լավրովի առաջարկածները, այն որ առաջարկում է տարածքներ խաղաղության դիմաց, մեր համար անընդունելի է։ Մենք կողմ ենք տարածքներ խաղաղության դիմաց ծրագրին։ Այդ ժամանակվա տրամաբանությունը ամբողջությամբ դրանում էր։ Եվ եթե որևէ մարդ կա Հայաստանում, որ կասի, որ իր տրամաբանությունը դրանում չէ, այդ հետին մտքով խելոք լինելու տարբերակն է չկա։ Բոլորս էլ այդպես էինք մտածում, եւ այդտեղ էր մեր կոպիտ սխալը, ու ես այդ կոպիտ սխալից հետեւություն արել եմ, որ Ռուսաստանի հետ ընդհանուր ճանապարհ չկա։ Ու այսօր էլ իմ գործունեությունը ոչ թե հակառուսականություն է, այլ շահերի տարբերության հետևանք է։ Այսինքն այն հույսը, որ կապել էինք Ռուսաստանի հետ, չարդարացրեց։ Եթե 1, 2, 3 անգամ չի արդարացնում, պետք է ուրիշ ճանապարհներ փնտրել։ Եվ ես այդ ուրիշ ճանապարհների կողմնակից եմ։ Հիմա այդ մարդիկ ասում են, այդ ուրիշ ճանապարհները կողմնակիցները Թուրքիան։ Է թող ասեն։ Իրենք չեն նայում արմատին, որովհետև Թուրքիի հետ համագործակցողը ռուսներ, որովհետև նոյեմբերի 9-ի ծրագիրը Պուտինն ասում էր, որ ինքն էր գրել, որովհետև իրենց սիրած Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգոն ասում էր, որ Թուրքիայի հետ հրաշալի օպերացիա կատարեցին։ Հիմա Թուրքը ես եմ, թե իրենք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։